Եթերում տեսլականն է ողջույն, այսօր հյուրընկալել եմ հայագետ Համլետ Մարտիրոսյանին, մնացեք մեզ հետ, նա հետաքրքիր բաներ է մեզ պատմելու։ Պետական խորհրդանշաններից ոչ մեկը չի համապատասխանում այն իրականությանը, որը մենք ունեցել ենք զինանշանի հիմքում դրված են բազմաթիվ կեղծիքներ։ Եվ ասենք երաժշտությունը որպես հիմնի երաժշտություն չի։ Պարզապես կարմիրը պիտի վերևից իջնի մեջտեղ։ Կեղծիք կա ոչ միայն գույների ձևավորման մեջ, երթագայության մեջ, այլ նաև մեկնաբանության մեջ։ Այդ խորհրդանշանները ներկայացնում են մեր պետությունը։ Մենք չգիտենք ինչ ունեինք, ով ենք մենք եղել նախկինում, որպես տեսակ, այն քաջանց տուն, քաջանց երկիր, դա մեր երկիրն է, մեր հայրենիքը, պատմական հայքը, հայկական լեռնաշխարհը դա Եդեմն է։ Ուրախ եմ ձեզ այսօր տեսլականի տաղավարում տեսնելու համար։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարին են բոլորս։ Պարոն Մարտիրոսյան, յուրաքանչյուր ազգին, ժողովրդին, յուրաքանչյուր երկիր ներկայացնելու համար շատ կարևոր տեղ ունեն պետական խորհրդանշանները։ Այսօր մեր պետական խորհրդանշանները որքանով են ներկայացնում հայի իրական կերպարը։ Միանգամից կարող եմ ասել, չեն ներկայացնում, բայց սկսեմ այսպես, որ կա այսպիսի արտահայտություն, որ աշխարհը կառավարում են ոչ թե խոսքն ու օրենքները, այլ խորհրդանշանները։ Այն վերագրում է 6-րդ դարի չինացի փիլիսոփա Կոնֆուցիուսը։ Սակայն դրա ակունքները շատ ավելի հին են եւ սկիզբ են առնում այն երևույթից, որ այսօր մեզ հայտնի է գաղափարագրություն անունով, երբ պատկերներով գաղափարագրվում էին անուններ, բառեր։ Ինչն է օրենքից վեր, որը կարող է անել խորհրդանշանը, չի կարող անել օրենքը։ Հին աշխարհում ապրող մարդու համար դա ակնհայտ էր, աստվածները։ Եվ այստեղ այս խորհրդանշանների, խորհրդանշան բառի տակ իրենք ընկալել են աստվածներին, նրանց, ովքեր իրենց պատկերացմամբ կառավարում են ողջ տիեզերակարգը, աշխարհակարգը։ Այդ առումով մեր պետական այդ խորհրդանշաններից ոչ մեկը չի համապատասխանում այն իրականությանը, որը մենք ունեցել ենք եւ այն նպատակներին, որոնք մենք դնում ենք մեր առջև։ Այսինքն մեր խորհրդանշանները ինքնանպատակ են։ Մեր խորհրդանշանները ստեղծվել են, եթե կարճ ասեմ, կեղծ հիմքի վրա։ Բերեմ զինանշանի օրինակը։ Զինանշանի հիմքում դրված են 5 տակարանից այն պատկերացմանը, որ ջրերից փրկված մարդու տապանը նստել է Մասիս կամ Արարատ լեռան վրա։ Իրականում եւ 5 տակարանում եւ այն աղբյուրները, որոնցից օգտվել է 5 տակարանը, որոնք շատ ավելի հին են, 3-րդ, 4-րդ հազարամյակից են դեռևս գալիս շումերական, այնտեղ խոսքը գնում է ոչ թե Մասիս լեռան մասին, որը հետագայում որին վերագրվեց նաև Արարատ անուն, այլ ողջ Հայաստանին։ Այսինքն, այստեղ խոսքը գնում է ոչ թե փրկության լեռան մասին, այլ երկրի մասին, փրկության երկիր։ Եվ 5 տակարանի բոլոր թարգմանություններում այդպես էլ ներկայացված է, ասենք հայերեն թարգմանության մեջ գրված է ի լերինս Արարատայ, այսինքն Արարատ երկրի լեռների վրա, ոչ թե կոնկրետ մի լեռան վրա։ Դա մի սխալ է, որը թույլ է տվել, որովհետև դա գալիս է միջնադարի մեկնաբաններից, ովքեր քանի որ խոսքը գնում է Արարատ երկրի մասին, Հայաստանի մասին, նրանք պատկերացումներով հանգել են նրան, որ դա պիտի լինի Մասիսը որպես հայկական լեռնաշխարհի բարձրագույն գագաթ։ Երկրորդ գաղափարը, որը դրվել է զինանշանի հիմքում, դա մեր 4 արքայատոհմերի
հավաքական կերպարն, այսինքն դրվել է Արտաշեսյան թագավորություն, Արշակունյաց թագավորություն, Բագրատունյաց եւ Ռուբինյաց։ Նախ թագավորությունների մասին։ Արտաշեսյանները սկսել են թագավորել մեր թվարկությունից առաջ երկրորդ դարով։ Այսինքն, երբ որ մենք դնում ենք այդ 4 թագավորությունները, խորհրդանշաններ որպես, ապա դուրս են մնում դրան նախորդած ողջ պատմությունը մի շատ ավելի երկար ժամանակահատվածի։ Այսինքն մենք մեզնից օտարում ենք Երևանյան արքայական տոհմին, Արարատյան թագավորություն, այսպես կոչված Ուրարտուն, Սեպագիր աղբյուրներից հայտնի Հայասան, Արատտան եւ այլն։ Այսինքն մենք փաստացի ընդունում ենք, որ Հայաստանի պատմությունը սկսվում է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարից, Արտաշեսյանների թագավորությունից։ Երրորդը, այդ 4 թագավորությունները ներկայացված են իրենց զինանշաններով։ Սակայն մենք ոչ մի փաստ չունենք այն, որ այդ պատկերները, որոնք դրված են մեր զինանշանի վրա, հանդիսացել են տվյալ թագավորությունների զինանշանները։ Այսինքն զույգ արծիվ նրանց վերևում ութատև աստղը, առյուծ վրան խաչ, երկգլխանի արծիվ եւ այլն։ Դրանք վերցվել են այդ պատկերները տարբեր աղբյուրներից եւ տեղադրվել որպես այդ թագավորությունների զինանշան, որը ոչ մի հավաստի հիմք չունի։ Այդ զինանշանը ընդունվեց, ստեղծվեց 1918 թվականին Թամանյանի եւ Կոջոյանի կողմից։ Հետագայում գեղագիտական, այսպես գեղանկարչական ձևափոխությունից հետո վերցվեց որպես մեր ներկա Հայաստանի զինանշան։ Այս առումով անշուշտ զինանշանը պարունակելով այդպիսի մեծ կեղծիքներ չի կարող բավարարել կամ չի կարող ավելի ճիշտ ներկայացնել Հայաստանը իր ողջ պատմությամբ, եթե մենք խնդիրը դնում ենք, որ դա ներկայացնի մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը, ապա այդ առումով զինանշանի հիմքում դրված են բազմաթիվ կեղծիքներ։ Եթե փորձենք վերլուծել զինանշանի գաղափարախոսության հենքը, մենք ինչ ենք առաջին հայացքից հասկանալու, երբ տեսնենք, նայենք զինանշանին։ Այն պիտի ներկայացնի շատ պարզ արտահայտչամիջոցներով, այդ նույն խորհրդանշանների ձևով պիտի արտահայտի ներկայացնի Հայաստանը։ Օրինակ, այդ առումով, ասենք, գերադասելի է Սարյանին, ով, ասենք, Հայաստանը ներկայացրեց հիմնականում որպես կենտրոնական կերպար Երկրագատ Մասիս լեռը։ Խորհրդանշանը պիտի ունենա գաղափարական հիմք։ Այսինքն ոչ միայն ներկայացնի մեր անցյալը, այլև մեզ պիտի ասի, թե մենք ուր ենք գնում, ով է այս Հայաստանը, այս ուր է գնում, ինչ նպատակներ ունի։ Այդ ամբողջ շղթան պիտի լինի մի գաղափարական հիմքի վրա, եւ դա պիտի մշակվի։ Այսօր մենք դեռ չունենք այդ գաղափարական հիմքը, մենք չենք մշակել այդ գաղափարական հիմքը, բայց երբ որ եթե մենք խնդիր դնենք, որպեսզի ստեղծվի նոր զինանշան, ապա մենք պիտի աշխատենք հենց այդ ուղղությամբ։ Խորհրդանշանների մասին պարբերաբար խոսվում է։ Քննարկվում է նաև խորհրդանշաններից մեկը, հիմնը։ Ասվում է, որ երաժշտության հեղինակը հայ չի, ռուս է, մեղեդին չի ներկայացնում հայի հոգեկերտվածքը, բառերը մեր մեծանուն պոետինն են, Նալբանդյանին, որոնք մի քանի անգամ ձևափոխվել են, փոփոխվել են, արտահայտություններ կան, որ դուրս են մնացել, եւ ասում են, որ այդքան էլ հարգի եւ հարիր չէ մեզ։ Երաժշտությունը պարզունակ է, մեղեդին պարզունակ է, տեքստը ոչ հայեցի։
Այդ առումով ինչ կարող եք ասել։ Միանգամայն մերժելի, ես էլ ոչինչ չեմ ավելացնի, որովհետև դա իսկապես, ասենք, պետության հիմնի ոչ տեքստը, ոչ երաժշտությունը, ոչ իր արտահայտած իմաստով եւ, ասենք, երաժշտությունը որպես հիմնի երաժշտություն չի։ Այն, որ հիմնի երաժշտություն չէ, բոլոր մասնագետները դրա մասին խոսում են եւ վկայում են։ Հատուկ չափ է պետք հիմնի համար։ Հարցը այլ տեղ է։ Երաժշտության մեջ հայկական էլեմենտներ կան, թե ոչ։ Դե չկան եւ ընդհանրապես ինքը հիմնի երաժշտություն չի։ Եթե հիշում եք Քոչարյանի նախագահության տարիներին մրցանակաբաշխություն հայտարարվեց։ Այո, հանձնաժողով էր ձևավորվել։ Այո, եւ այնտեղ շատերը իրենց ներկայացրած աշխատանքները պարզապես վերցրել էին Խաչատրյանի հիմնը, սովետական Հայաստանի հիմնը, որի համար գրվել էր նոր տեքստեր։ Բայց դրանցից ոչ մեկը չընդունվեց։ Այսինքն, որ Խաչատրյանի հիմքը ընդունելի է, շատերն են դրա հետ համաձայն։ Կարելի է թողնել Խաչատրյանի հիմնը եւ գրել դրան համապատասխան տեքստ, մի տեքստ, որ արտահայտի մեր այդ ամբողջ գաղափարական հենքի իմաստը։ Ով ենք եղել, ուր ենք գնում։ Տարբեր մասնագետներ նաև արտահայտվեցին, որ ունենք լավ հիմն, խոսքը Սարդարապատ երգի մասին է, առաջարկվեց նաև Շարլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը, արդյունքում անընդհատ խոսակցություն է բարձրանում ու հանդարտվում է, արդյունքում որևէ փոփոխություն չենք ունենում։ Դե դա հետևանք է այն բանի, ինչը որ ես ասեցի, գաղափարական հիմքի բացակայություն։ Եթե այդ գաղափարական հիմքը լինի, ապա դրա վրա ստեղծվածը արդեն կարծում եմ, որ ընդունելի կլինի։ Եթե բոլորը ստեղծագործեն այդ գաղափարական հիմքից ելնելով, նրանց մեջ կգտնվի գոնե մի օրինակ, որ ընդունելի կլինի որպես Հայաստանի հիմք։ Խոսենք նաև դրոշից։ Ինչպես են այդ գույները դարձել մեր դրոշի գույները։ Ինչը հիմք ընդունելով ենք դարձրել։ Դա երեք գույների համացությունը դեռ, ասենք, մեր երբ որ նայենք գրավոր հին վկայություններում, դա դեռևս կա հին կտակարան։ Հրեաներն են դա այդ գույները օգտագործել, եթե չեմ սխալվում, հենց նույն հերթականությամբ, ինչը որ մենք այսօր ունենք։ Որպես կարևոր խորհրդանշան նրան տրվել է, ինչպես զինանշանին, տրվել է սահմանադրական օրենքի կարգավիճակ եւ օրենքում բերվում է դրա նկարագրությունը եւ մեկնաբանությունը։ Կարմիրը համարվում է, որ օրենքի մեջ կարմիրը համարվում է, որ դա հայքն է, հայերի գոյապայքարն է, հանուն քրիստոնեության, հանուն ազատ ապրելու եւ այլն։ Կապույտը համարվում է խաղաղ երկնքի տակ հայերի գոյատևելու այդ վիճակը, ասենք որ խաղաղ երկնքի տակ մենք պիտի ապրենք եւ նարնջագույնը մեկնաբանվում է որպես հայի ստեղծագործ հանճար։ Սրանք ակնհայտ է, որ դրանք հնարովի մեկնաբանություններ են։ Ինչ որ մեկը նստել, մտածել, գրել է այդպես։ Որովհետև դրա համար մենք ոչ մի այսպիսի հիմք չունենք, ոչ մի փաստ չունենք, որ նման մեկնաբանություն տա։ Բայց իրականում կա մեկնաբանությունը, որը մենք գտնում ենք, ասենք, մեր հրաշապատում հեքիաթներում։ Հրաշապատում հեքիաթներում, եթե հիշում եք, հերոսը ընկնում է լույս աշխարհից, ընկնում է կարմիր աշխարհ, կարմիր աշխարհից ընկնում է մութ աշխարհ։ Երբ որ ինքը դևին հետապնդելով մտնում է փոսը, բոլորին եղբայրը իր եղբայրները դուրս են հանում, ինքը մնում է փոսում, այնտեղ իրեն խորհուրդ են տալիս, որպես որ կա այնտեղ այդ աշխարհում մի աղբյուր, որտեղ գալիս են ջուր խմելու կարմիր, սպիտակ, սև ձիեր կամ կարմիր, սպիտակ, սև խոյեր։
Եվ ասում են դու պիտի քեզ գցես սև խոյի վրա, սևը գցի կարմիրի վրա, կարմիրը սպիտակի եւ դու դուրս կգաս լույս աշխարհ։ Հերոսն անում է լրիվ հակառակը, իրեն գցում է սևի, բայց սպիտակի վրա, սպիտակը կարմիրի, կարմիրը սևի։ Եվ հերոսը հայտնվում է ստորերկրյա մութ աշխարհում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ երեք գույները խորհրդանշում են աշխարհի երրորդ կառուցվածքը, որը շատ հնուց է գալիս։ Երկինք, երկիր, ստորերկրյա աշխարհ։ Գույների այս տարբերությունը դա քրիստոնեական ժամանակաշրջանի ձևափոխություն է, որտեղ ասենք սև մութ աշխարհը նույնացվել է դժոխքի հետ, լույս աշխարհը երկնքի հետ, կարմիրը երկրի հետ։ Եվ այդ գույները իրականում իսկապես նկարագրում են տիեզերքի երրորդ կառուցվածքը։ Եվ այդ առումով մեր գույները տեղափոխված են։ Կապույտը մեջտեղում է, կարմիրը վերևում։ Կարմիրը որպես երկիր, ինչը նաև հուշում են մեր հեքիաթների տվյալները, դա երկիրն է։ Կապույտը երկինքն է, բնական է, իսկ ծիրանին ոչ այդ հնարովի ստեղծագործ հանճարն է հայի, ոչ ծիրանն է, այլ չէ որ մենք ունենք մի այլ ծիրանի անվանում, որը նաև ծիրանի ծովն է։ Այն ծովն է, որից ծնվում են առաջի հերթին Վահագնը եւ մյուս աստվածները, այսինքն դա ստորերկրյա աշխարհն է։ Մեր նախնիների պատկերացումների մեջ ստորերկրյա աշխարհը ոչ թե դժոխքն էր, այլ հենց ծիրանի ծովն էր, որում ապրում էին աստվածները։ Այն կղզու վրա, տիեզերական լեռան վրա ապրում էին աստվածները եւ այնտեղից են այնտեղ են նրանք ծնվել։ Եվ դա էր հիմքը, որ ստեղծվել է Վահագնի ծնունդը։ Իհարկե, երրորդ աշխարհի գաղափարից երկներ երկիր, երկներ երկիր։ Այո, երկներ եւ ծով ծիրանի, երկիր, երկինք, ծով ծիրանի։ Դա հենց մեր այդ երաշեր դրոշի գույներն են, կապույտ, կարմիր։ Պարզապես կարմիրը պիտի վերևից իջնի մեջտեղ։ Առաջինը պետք է լինի կապույտ, երկինք, կարմիր, երկինք։ Ծիրանին, ծիրանի ծով ստորերկրյա աշխարհ։ Ըստ տրամաբանության։ Այո, եւ ըստ այն տվյալների, որոնք մեզ հայտնի են այդ գույների վերաբերյալ։ Այսինքն այստեղ եւս կա կեղծիք։ Կեղծիք կա ոչ միայն գույների ձևավորման մեջ, երթագայության մեջ, այլ նաեւ մեկնաբանության մեջ։ Մեր խորհրդանիշները ինչպիսի սիմվոլիզմով են օժտված այսօր։ Այդ խորհրդանշանները ներկայացնում են մեր պետությունը։ Դրանք երեքը միասին մեր պետության դեմքն են։ Մենք ամբողջ աշխարհին ներկայանում ենք այդ երեք խորհրդանշանների միջոցով։ Զինանշան, դրոշ, հիմն։ Պետությունը ինքը պիտի ունենա այն դեմքը, որը մենք դնում ենք այդ խորհրդանշանների մեջ։ Պետությունը միջոց է, գործիք է պետությունը, որը ունի իր տարբեր գործիքները, իրենց գործիքակազմով եւ այլն։ Ասենք ունենք բանակ, ունենք տնտեսություն, ունենք արդարադատություն, ունենք կրթություն եւ այլն, առողջապահություն։ Պատկերացրեք, ասենք մի հյուսնի, որը գնում է աշխատանքի, ըստ աշխատանքի բնույթի ինքը իր արկղի մեջ հավաքում է համապատասխան գործիքները՝ դուրը, ուրակը, ռանդան, սղոցը եւ այլն։ Այդ ամբողջ դա պետության գործիքակազմն է։ Հիմա այդ առումով մեր պետությունը ոչ մի ուրիշ պետությունից չի տարբերվում, բոլոր ժողովուրդների պետություններն էլ այդ գործիքակազմները ունեն։ Եվ ասենք հազարամյակների առաջ գոյություն ունեցած պետությունների գործիքակազմից չի տարբերվում, որովհետև նրանք էլ են ունեցել այդ բոլոր բաղադրիչները։ Եվ այստեղ հարց է առաջանում, այդ դեպքում, երբ որ մենք խոսում ենք ազգայինի մասին, մենք խոսում ենք ազգային զինանշանների մասին, ազգային պետության մասին, ինչ է դա նշանակում, որովհետև հենց դրանով մենք պիտի մեր պետությունը պիտի տարբերվի մյուս պետություններից, ինչ գործիքակազմ պիտի ունենա մեր պետությունը, որը չունեն ուրիշ պետություններ։
Այդ տարբերությունն է, որը պիտի արտահայտի զինանշանների միջոցով։ Իսկ դա կախված է նորից են գաղափարական հենքից, որի մասին խոսում ենք, կախված է այն նպատակից, որը դրվում է այդ գործիքի պետության առջև, թե ինչու համար է ստեղծում այդ գործիքը, այդ գործիքի միջոցով հայ ժողովուրդը, հայ ազգը ինչ նպատակներ է իրականացնելու։ Այդ սիմվոլիզմը որքանով կապ ունի մեր հայերիս, քրիստոնյաներիս հետ։ Այնքանով կապ ունի, որ դրանց մի մասը ժառանգաբար անցել է քրիստոնեական մշակույթի, բայց ոչ ամբողջով։ Լինելով առաջին քրիստոնյա երկիրը, մեր խորհրդանիշների մեջ, սկսած զինանշանից, դրոշի մեջ էլ չունենք և օրհներգի մեջ էլ չունենք, անգամ տողեր։ Դա ինչպես կմեկնաբանեք և արդյոք ճիշտ է թե սխալ։ Ճիշտ ու սխալի որոշման խնդիր չկա այստեղ։ Ամբողջ աշխարհին ասում ենք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց մեր պետական խորհրդանիշների մեջ առաջին քրիստոնյա լինելու փաստը ոչ մի ձևով չի արծարծվում։ Դրանով նախ մենք կտրում ենք մեր պատմությունը։ Մենք վերցնում ենք մեզ համար վերջին 1700 տարվա պատմությունը։ Դա նույն դեպքն է, ինչ ասեցի խորհրդանշանների, զինանշանի պարագայում, երբ որ մենք այնտեղ տեղադրում ենք 4 արքայական հարստությունների ներկայացնող նշանները։ Իսկ հնարավոր չի այդ սիմվոլիկայով ներկայացվի և պատմությունը հայ ժողովրդի քրիստոնեությունից առաջ և ներկայացվի քրիստոնեությունից հետո, որի խորհրդանշանը լինի Քրիստոսը։ Հասկանում ես, այստեղ մենք խորհրդանշանը, կոնկրետ դեպքում ասենք զինանշանը կամ օրհներգի տեքստը կամ դրոշը, դա տրակտատ չի, ինչ-որ մի գրություն չի, վեպ չի կամ հոդված չի նույնիսկ, որտեղ մենք այդ ամբողջը կարողանանք շարադրել։ Որպես խորհրդանշան, որը տիպիկ է միայն մեզ, մենք կարողանանք ընտրել այդ նշանը։ Ասածս այն է, որ զինանշանի մեջ 4 թագավորություններ է նշվում, դա էլ է վեպ հիշեցնում։ Դե հենց խոսքը դրանում է, և ոչ միայն այդ զինանշաններն են, ասենք շախթայ է, չգիտեմ սուր է, ինչ-որ արծիվն է, առյուծն է, ինչ գործ ունեն։ Սուրն է, որը կիսատ է երևում։ Ով է արծիվը և ով է։ Խոսվում է նաև, որ վատ նշան է, չգիտեմ դա որքանով է սնհավատություն թե ոչ, որ բերանները փակ են, բաց են։ Դա գալիս է մեր ինքնության ճանաչողության պակասից։ Ցանկացած հայ կարող է նստել և մտածել. ես որպես ազգ, տեսակ մարդկային, ինչպիսի նշան կարող եմ վերցնել ինձ ներկայացնող, որպեսզի այդ մի նշանով միջոցով աշխարհը ասի սա հայ է։ Խնդիրը դրա մասին, դա պրոբլեմ չէ, նշանը կարելի է գտնել, եթե մենք այդ ամբողջ գաղափարական հենքը մեր ինքնության մենք կարողանանք շարել։ 6000 ամյա պատմություն ունեցող ժողովուրդը ինչպես չի կարողանում գտնել հային ներկայացնող, հայը իրեն ներկայացնող այդ պատկեր ասեմ, միջոց ասեմ։ Դե նախ ոչ թե 6000, ես կողեի, որովհետև սովորաբար իմ աշխատանքներում, գրքերում ես դա ներկայացնում եմ առնվազն 50,000 տարվա պատմություն ելնելով Սյունիքի ժայռապատկերների թվագրումից, որովհետև այդ գաղափարագրերը ստեղծել են հայալեզու մարդիկ, որտեղ լեզուն, այնտեղ նաև ժողովուրդը ազգը։ Երկրորդ, ինչու չենք կարողանում։ Դա նույն ազգային ինքնության մոռացման հետևանքն է։ Մենք չգիտենք ինչ ունեինք, ով ենք մենք եղել նախկինում, որպես տեսակ։ Հասկանում ես, դա անհատների խնդիր չի, մենք մի անհատով բնութագրենք։ Մենք ունենք բնութագրեր, որը յուրահատուկ է մարդկային տեսակին, հայ տեսակին, որի կրողը կարող է լինել այսօրվա հայության մեջ, ասենք 100 մարդ, 1000 մարդ։
ինչպես է ստացվում, որ ունենալով ու իմանալով, որ ունենք մեծ հզոր պատմություն, սկսած Տիգրան Մեծից։ Ասում ենք, չէ, սովորաբար ծովից ծով Հայաստան, հիմա մի բոր Հայաստան, ինչպես է, որ խոսում ենք, որ ունեցել ենք Տիգրան Մեծի նման հսկա ղեկավար ու հսկայածավալ երկիր ու գերտերություն, խոսում ենք դրա մասին, բայց մինչ օրս չենք խոսում, որ որն է հայի ներկայացնող ու որն է հայի հիմնական առաքելությունը։ Չգիտենք մեր անելիքը։ Փաստվում է, որ չունենք։ Այսինքն այդ ամենը կեղծ է։ Ոչ, կիսատ է։ Օրինակ դու նշեցիր սկսած Տիգրան Մեծից։ Բայց Տիգրան Մեծը թագավորության սահմանները, երբ որ մենք տեսնում ենք, որը կարճ տևեց, մի տասնամյակ, երկու տասնամյակ։ Որքան էր կազմում այդ ժամանակ Հայաստանի տարածքը։ Հայաստանի տարածքը այդ ժամանակ Պաղեստինից մինչև Կովկաս։ Փոքր Ասիայից, ասենք Եփրատից մինչև իրանական Սարահարթ։ Բայց խնդիրը դրանում չի։ Խնդիրը նրանում է, որ դրանից առաջ այդ ժամանակ մենք արդեն, ինչպես նշեցի, մենք արդեն շեղվել ենք մեր ինքնության ճանապարհից։ Արդեն շեղված ենք։ Դրանից առաջ մենք ունեցել ենք ավելին, շատ ավելին։ 4-ից 3-րդ հազարամյակում ամբողջ Առաջավոր Ասիան եւ Եգիպտոսը գտնվում էին հայկական մշակույթի եւ հայ աստվածների պաշտամունքի հայերեն լեզվի ազդեցության ոլորտում։ Ողջ հին աշխարհը։ Պարոն Մարտիրոսյան, վերջին տարիների իրադարձությունները փաստեցին, որ անգամ խորհրդանշանների, պետական խորհրդանշանների հարցի շուրջ ազգովի եւ պետական մակարդակով չենք կարողանում գալ ընդհանուր հայտարարի։ Զինանշանների հարցով յուրաքանչյուր ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ առաջարկում է իր տեսակետը ու իր տեսակետը արդարացնելով ներկայացնում է։ Հիմնի առումով իրար կոմպոզիտորները ներկայացնում են, տեքստի առումով պոետները ներկայացնում են, բայց այսպես ասած որևէ լուրջ փոփոխություն չի կատարվում։ Մասնագետներն ասում են, որ մեր օրներգը խայտառակություն է, բայց շարունակում է մնալ։ Խնդիրը նորից նույնն է, Արեգ ջան, նույն գաղափարական հենքի բացակայությունն է։ Նայ, մենք որպես պետություն, որպես ազգ, այսօր չունենք սրբություններ։ Դա աշխարհի համար այսօր տիպիկ երևույթ է, ոչ միայն մեզ համար։ Բայց մենք չենք կարող լինել այդպիսին։ Որպեսզի մեր խորհրդանշանները արտահայտեն մեզ, այն գաղափարական հիմքը, որը ես ասում եմ, դրա հիմքը պիտի լինի ազգային սրբություն կոչված երևույթ։ Մենք չունենք այդ սրբությունները, ոչ թե չունենք, այլ կորցրել ենք այդ սրբությունները։ Որոնք են եղել այդ սրբությունները, որ մենք թողել ենք եւ առանց սրբություն սկսել ենք ապրել, այսպես ասած։ Նախ սրբություն բառի վերաբերյալ։ Սրբություն է կոչվել այն ամեն ինչը համարվել է աստվածատու։ Աստծո տվածն է դա, այլապես դա սրբություն չես կարող կոչել։ Որոնք են մեր սրբությունները։ Առաջինը դա մեր ծագումն է, որովհետև մենք, ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, հին աշխարհի ոչ այսօրվա, իրենց համարել են իրենց գերագույն Աստծո կողմից արարվածներ։ Մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ առաջացել է երկիր մոլորակի վրա առաջացել է բանական մարդ, Homo sapiens sapiens, հայախոս մարդ։ Դա մեր առաջի սրբությունն է։ Շիրակացին Վահագնին անվանում է նախնի հայոց։ Մենք գիտենք, որ Վահագնը մեր դիցարանի գերագույն աստվածն է, աստվածների հայրն է, որ ով սեպագիր աղբյուրներում հայտնի է նաև հայ անունով։ Իսկ մենք հայ կոչվում ենք մեր գերագույն արարիչ Աստծո անունով։ Մենք Վահագնը ուներ քաջ Մագդիրը,
Սեպագիր աղբյուրները ասում են, որ մենք կրել ենք Քաջանունը, են Քաջանց տուն, Քաջանց երկիր, դա մեր երկիրն է։ Հետևաբար մենք, մեր գոյությունը, մեր տեսակի գոյությունը, դա աստվածատուր է, պիտի համարվի սրբություն, պիտի գրառվի սահմանադրության մեջ։ Երկրորդ սրբությունը, դա մեր լեզուն է։ Լեզուն ևս աստվածատուր է։ Դա հայտնի է հին ժամանակներից, որովհետև Աստված երբ ստեղծեց իր արարածին, մարդուն, նրան տվեց իր լեզուն, որպեսզի հաղորդակցվի իր հետ։ Երրորդը, որը սրբություն պիտի լինի եւ էլի իր սրբության վերաբերած սահմանադրության մեջ հատուկ օրենք ստեղծվի, գրվի, դա գիրն է։ Գիրը ևս միշտ համարվել աստվածատուր։ Եվ մեր գրերը, որոնք գործածվել են վերին 500 դարից մինչև մեր ժամանակները, դրանք աստվածատուր են, հիմնված հայերեն լեզվի վրա։ Հին կտակարանում գրվում է, որ Մովսեսը բարձրանում է Սինայի լեռը, որպեսզի Աստծոց ստանա նրա ձեռքով քարի վրա փորագրված օրենքները եւ գիրը։ Այսինքն այդ ճանապարհով իրենց գրին վերագրում են աստվածատուր որակ։ Կամ ասենք խորենացին, երբ որ նկարագրում է, թե ինչպես Մաշտոցը ստեղծեց գրերն, ասում են, չգիտեմ, Արթմնի թե Կիսարթուն, Մաշտոցը տեսնում է, որ Աստծո թաթը քարի վրա, ինչպես ձյան վրա, գծագրում է տառերը։ Դրանք աստվածատուր են, դրա մասին գիտեր Մեսրոպ Մաշտոցը եւ այդ տարիների փնտրտունքը հենց դրա համար է։ Ինքը կարող էր մի օրում դստել այդ գծել այդ տառանշանները եւ դրանցով ուսուցանել հայերեն, բայց նա փնտրում էր այն աստվածատուր գիրը, որը մենք գործածել ենք հազարամյակների ընթացքում։ Երրորդ սրբությունը դա պիտի լինի մեր գենի մաքրությունը, արյան մաքրությունը, որը նույնպես աստվածատուր է։ Այսինքն մենք ունենք սրբությունների մի շղթա, որոնք բոլորը համարվել են աստվածատուր։ Եվ հիմա այդ սրբություններից այդ սրբությունները մենք կորցնում ենք։ Այդ սրբությունների շարքին է պետք է դասել նաև մեր հայրենիքը, որովհետև նույնպես աստվածատուր է։ Եթե շատ հեռուն չգնանք, բավարարվենք միայն 5 կտակարանի հաղորդած տվյալներով, ապա մեր հայրենիքը, պատմական հայքը, հայկական լեռնաշխարհը դա Եդեմն է։ 5 կտակարանում նկարագրվող Եդեմն է, որտեղ Աստված արարում է մարդուն։ Նրա հետ խոսում է իր լեզվով, որտեղ մարդկությունը փրկություն է գտնում, որտեղ ապրում են աստվածները եւ այլն։ Դա էլ է աստվածատուր, որովհետև այդ Եդեմը Աստված ստեղծում է իր արարած մարդու, բանական մարդու համար։ Այդ սրբությունների շարքը, երբ որ մենք կարողանանք առանձնացնել, ամեն մեկի իմաստները բացել, մենք կունենանք շատ թե քիչ մի ընդհանրական պատկեր, թե ով ենք մենք։ Եվ այդ պատկերի հիման վրա նոր այդ ճարտարապետը, նկարիչը, չգիտեմ, պոետը, կոմպոզիտորը, ի աչքի առաջ ունենալով այդ ամեն այդ սրբությունների շղթան գոնե, նոր կարող է ստեղծագործել ու ստեղծել արժեքավոր զինանշան, դրոշ կամ հիմ։ Այսօր մենք ազգովի խնդիր ունենք աշխարհընկալման։ Այո, հենց մեր խոսակցությունը հենց դա է։ Հենց այդ խնդիրը մենք ունենք։ Երբ որ մենք խոսում ենք ինքնության ճանաչողությունից, դա հենց մեր աշխարհընկալման վերականգնումն է։ Այսօր որտեղից է սկսում հայի աշխարհընկալումը եւ ուր է տանում այդ հոգսերից զատ։ Այսօրվա հայի աշխարհընկալումը սկսում է նրանից, ինչը որ դրսից մտցնում է նրա ուղեղի մեջ։ Դա կլինի հեռուստատեսություն, թե Էլ ուր մնաց հայի ֆենոմենալ գենը։ Մնացել է
500 տարվա հանության մեջ, այն ինչի մասին մենք խոսում ենք։ Երբ որ մենք 2500 տարի առաջ շեղվեցինք մեր ինքնության ճանապարհից, դրան հաջորդած քրիստոնեական 1700 տարիների ընթացքում այդ ամբողջը մոռացվել է, շղարշապատվել է։ Դա մեզ ստիպել է մոռանալ մեր ինքնությունը, մեր կարողությունները։ Այսօրվա մեր մտածողությունը բուն հայ տեսակի մտածողությունը, այն որ մենք կոչում ենք արարչագործ ազգ, այդ տիպի մարդու մտածողությունը շղարշված է եւ ինքը չի կարողանում մուտք գործել իր ուղերի հետ տարածքը։ Եվ դա պայծառացնելու համար ինչ անհրաժեշտ։ Ինչից սկսել։ Առաջի ամենակարևոր խնդիրը դա ճշմարիտ պատմության վերականգնումն է։ Մեր ազգի պատմությունը, որպեսզի մենք իմանանք եւ այդ սրբությունների մասին եւ մեր տեսակի արժեհամակարգի մասին, մենք պիտի սկսենք դրանից։ Մենք պիտի սկսենք մեր լեզուն ուսումնասիրելուց։ Բառերը ուսումնասիրելուց, նրանց իմաստները, որովհետեւ այդ բառերը քանի հազարամյակի հնություն ունեն։ Թաքնագրել մանավանդ այն բառերը, որոնք բնութագրում են մարդուն։ Տվյալ դեպքում դրանք բնութագրել են հայ տեսակի մարդուն, որովհետև այդ նախնիները այդ բառերը ստեղծել են իրենց բնութագրելու համար։ Եվ այդ առումով մեր լեզվի բառապաշարի մեջ կան բավական շատ բառեր, այն որում դրական իմաստները քրիստոնեության շրջանում լրիվ խեղաթյուրվել են, եւ դա էլ պատճառներից մեկն է, որ այսօր հայ մարդը չի կարողանում ճանաչել ինքը իրեն, որովհետեւ բառերը լրիվ ուրիշ իմաստներով է ինքը օգտագործում։ Մի քանի օրինակ կարելի է։ Շահատակ, նահատակ, առաքինի, ազնիվ, բառերը շատ են։ Պիտի դա հենց ճանապարհներից մեկն է, որպեսզի մենք հայ տեսակի բնութագիրը վերականգնենք, մենք պիտի դուրս գրենք այդ ամբողջ բառապաշարը եւ դրանց հիման վրա ստեղծենք այդ կերպարը հայ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Հետաքրքիր եւ բազմիմաստ հարցազրույցի համար։ Կհանդիպենք։ Ուրախ։ Այսօր տեսլականի հյուրը հայագետ Համլետ Մարտիրոսյանն էր։ Լավ եղեք եւ մնացեք խաղաղությամբ։